Ավելի կարող է լինել նաև ավելին։ Արի ձեզ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն պարոն Խանդանյան։ Հարգելի գործընկերներ, ինչպես պարոն Խանդանյանն նշեց, ես հանդես կգամ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցով, բայց նաև հասկանում եմ, որ երեք շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, նաև հայտարարություններ են հնչել, նաև տեսել եմ, որ կան հարցեր եւ անհանգստություններ հասարակության մեջ եւ ուզում եմ նախ կարճ անդրադառնալ դրան, հետո վստահ եմ հետաքրքրություն կունենաք նաև մյուս հարցերին կանդրադառնանք, նաև ուզում եմ լրագրողներին տեղեկացնել, որ մտադիր եմ, եթե բաց հարցեր կմնան, նիստից հետո շարունակել խոսակցությունը, կաշխատեմ մի քանի հարցերի պատասխանել։ Ուզում եմ այսօր հնարավորություն կունենանք իհարկե հնարավորինս ավարտելու նախ եւ ինքս գոնե կաշխատեմ այնպես անել, որ բացարձակ չմնան։ Եվ այսպես երեք եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է։ Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ մեր շուրջ Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչպես նշեցի, տեքստը համաձայնեցված է։ Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է հնարավորինս արագ շուտապույտ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ։ Նաեւ, ինչպես ասեցի, նկատեցի, որ ինչ որ հարցեր են առաջացել, շահարկումներ կան, ուզում եմ միանգամից, իհարկե հանգամանալից կխոսենք նաեւ ընթացքում, հարց ու պատասխանի ժամանակ, բայց մի քանի բան ուզում եմ միանգամից ասել։ Ուրեմն հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը եւ որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է որ այս մտահոգությունը հարատի։ Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություններ չի կրել։ Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, մենք նաեւ տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին եւ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, ինչպես ողջ աշխարհը մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն բարձրացնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ Այսինքն լավ ավելի ուրիշ բառերով ասեմ եւ ավելի պարզ եւ ուղիղ։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաեւ կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա,
բեռների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։ Հա, համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Նաեւ ուզում եմ անպայմանորեն ասել, որ լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին, այս մասին իհարկե բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում, հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են, եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, եւ մենք ունենք առնվազն մեր սահմանադրության մասով մեր սահմանադրական դատարանի համապատասխան դիրքորոշումը մեկ այլ առիթով, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, վավերացման գործընթացում հայտնի սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է եւ փարատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաև մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Ինչևէ, ամեն դեպքում, ինչպես որևէ խաղաղության համաձայնագիր, կարծում եմ կարևոր է որևէ խաղաղության համաձայնագրի պարագայում, մեր դեպքում եւս կարծում եմ, որ դատողություններ անելիս պետք է հիշենք մի քանի կարևոր հանգամանք։ Օրինակ, խաղաղության համաձայնագիր միշտ առնվազն ինձ հայտնի պատմությունից բոլոր դեպքերում եւ կամ այնքան ինչքան ես եմ տեսությունը ընկալում, խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, ովքեր մինչ այդ վարկյանը ունեցել են թշնամություն, միմյանց նկատմամբ թշնամանք, պատերազմ, զոհեր եւ հետեւաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները։ Մեր դեպքում եւս պարզ է, որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից եւ այստեղ ուզում եմ կարեւորել երկրորդ դիտարկումը խաղաղության համաձայնագրերի մասին, ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, ամենայն դեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիկով երկու երկրներին եւ ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում, իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն եւ գերզգայուն, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն եւ մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը եւ ստորագրման պատրաստ տեքստը եւս այս առումով բացառություն չի, բայց կարեւոր է օրինակ նշել, որ այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք եւ Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու համար եւ հարաբերությունների վերջնական կարգավորելու համար, օրինակ, մի փոքրիկ նշում անեմ այստեղ, ես իհարկե հասկանում եմ հարգելի գործընկերներ, որ որոշակիորեն կաշկանդված են բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց նաեւ վարչապետն էլ ասեց, մեծ հաշվով բովանդակությունը հայտնի է բոլորին։ Եվ ուզում եմ ասել, որ համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում
ինչ կրկին շահարկվեց եւ որոշակի անհանգստություններ առաջացրեց։ Մինսկի խումբը նաև գիտեմ, որ կհարցնեք հետաքրքիր է։ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը եւս հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։ Մի մտահոգություն եւ անհանգստության էլ հանդիպեցի, ուզում եմ վստահեցնել, համաձայնագրում նախատեսված իսկ թվում է շատ բարձ եւ ակնհայտ բան է, բայց դեռևս կարիք կա ասելու համաձայնագրում համաձայնեցված, նախատեսված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո չի կարծում, որ նույնիսկ այս թեմայով շահարկումներ կլինեն եւ անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ։ Իհարկե կլինեն էլի հարցեր կշարունակեմ նաև մեր դիրքորոշումները ներկայացնել, բայց ինչպես նշեցի, մեր այսօր հանդիպելու առիթը կատարողական ներկայացնելն է, մեր արտաքին գործերի նախարարության մասով զեկույցով հանդես գալը եւ կարծում եմ, որքան էլ որ մյուս թեմաները չափազանց ակտուալ են, եւ ես փորձեցի մի մասին ուղղակի միանգամից անդրադառնալ, թերևս անհարգալից կլիներ ազգային ժողովի նկատմամբ, եթե խուսափեինք բուն զեկույցից, հետեւաբար խնդրում եմ զինվել համբերությամբ։ Իհարկե ես միայն մի մասը կներկայացնեմ մեր գործունեության, մենք առիթ ունեցել ենք այս մասին խոսելու եւ ես ինքս գոնե եւ բյուջետային գործընթացի շրջանակներում եւ նաեւ այս տարվա սկզբին ես հանդես եմ եկել մամլո ասուլիսով պատասխանեմ լրագրողների հարցին 24 թվականի մեր գործունեության վերաբերյալ։ Ուզում եմ սկսեմ կառավարության զեկույցի այն եզրակացությամբ, մեր մասով թերևս հիմնական եզրակացությամբ, որ նախորդ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար, եւ սա մենք պայմանավորում ենք իհարկե առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային ակտիվ ուրեմն քաղաքականությամբ, մեր կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է, սա թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, թիվ 10 առաջնահերթությունն է, եւ մենք համոզված ենք, որ սրա ուղիղ եւ հիմնական եւ եթե ոչ միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է, ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր է ենթադրում, հակառակը, չգիտեմ, արյունահոսություն է ենթադրում եւ այլն, ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ հակառակը, որ խաղաղությունը ընդհանրապես այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է, չգիտեմ, արարել ապրել ուղակի եւ երջանիկ լինել եւ զարգանալ, այլև պետք է խոստովանենք, սա էլ գաղտնիք չի, որ խաղաղությունը
մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։ Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա բացասական ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները եւ լավ մտածված եւ իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը եւ հեռանկարում իհարկե զրոյացնել դրանք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նշել, որ ինչպես նախկինում այս պահին եւս եւ հենց այս համատեքստում, այս փուլում նշած համատեքստում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից։ Իհարկե առաջնային մեր ջանքերը ուղղված են մեր տարածաշրջանին, հասկանալիորեն հարաբերությունների կարգավորմանը այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, եւ հարաբերությունների էական զարգացում այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ գործընկերային հարևանային հարաբերություններ։ Իհարկե առաջերտին պետք է Ադրբեջանի մասին խոսեմ, մի քանի տվյալներ ուղղակի ձեր գիտության համար։ 2024 թվականին տեղի ունեցել վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկու պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5 արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով, բայց արդյոք ուզում եմ օգտվել եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, կողմերին, ովքեր պատրաստակամություն են շարունակաբար հայտնել հյուրընկալել մեր հանդիպումները, կազմակերպել այդ հանդիպումները։ 2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատում սահմանագծում։ Օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների ուրեմն համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով ավերացվեց, եւ ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը ակնհայտորեն դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա, աշխատանքները շարունակվել են եւ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում 2025 թվականին։ Գիտեք, որ 25 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը։ Համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ուրեմն սահմանակետից եւ շարժվել դեպի հարավ։ Շարունակվել է աշխատանքը հատվածի մասին մի քիչ խոսեցինք։ Իհարկե, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության են կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ եւ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը, ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար։
Ապա շրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է եւ երկու երկրների շահերին, եւ տարածաշրջանային երկրների շահերին եւ ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին, սա մեր մոտեցումը արտացոլված է տեղյակի խաղաղության խաչմերուկ նախագծում, ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք, որ նախագիծը ավելի է հայտնի դառնում աշխարհում եւ կան բազմաթիվ երկրներ, որոնք շարունակվում են եւ այդ շարքը շարունակվում է, այս գործընթացը շարունակվում, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղության խաչմերուկում, ողջունում են խաղաղության խաչմերուկը իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են խաղաղության խաչմերուկը իրենց վերաբերելի եւ իրենց համար կարեւոր տրանսպորտային հանգույցներին, լոգիստիկ ծրագրերին վերջին երկու օրինակ ուղղակի բերեմ, որտեղ մի քանի օրվա պատմություն է, Չինաստանում տեղ ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից, եղավ համապատասխան արձանագրություն, հաղորդագրություն եւ այդտեղ եւս երկու կողմերը Հայաստանը եւ Չինաստանը կարեւորություն հաղորդեցին խաղաղության խաչմերուկին։ Խաղաղության խաչմերուկը արտացոլված էր նաեւ երկու օր առաջ Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մեջ ուզում եմ ասել, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրը շարունակում է ճանաչողություն եւ ողջույններ ձեռք բերել։ Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից, երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնելով խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է։ Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է։ Առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը, մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի։ Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական, սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից, ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերը եւ չգործող, ինչպեսին օրինակ Մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը մեր գործընկերներին, մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար։ Ելի մի քանի թվեր ձեր ուշադրության համար Թուրքիայի կոնտեքստում վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ես իմ գործընկերոջ Հական Ֆիդանի հետ ունեցել եմ 2 հեռախոսազրույց եւ 2 հանդիպում Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ 3 գումարած 3 ձևաչափի Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցել
տարածքային կառավարմանի ենթակառուցվածքների նախարարի եւ Թուրքիայի տրանսպորտ եւ ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի մեկական հանդիպում, Մարգար Ալիջան անցակետում տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը, մեր մյուս հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը եւ սերտ համագործակցությունը շարունակվել է, շատ հետաքրքիր փաստ 23 թվականի համեմատ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737.5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, սա 6.5%-ի աճ է, սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, նպատակ է դրված եւ ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը։ Ուզում եմ ընդգծել տրանսպորտի ուղղությունը, կարևոր էր Ագարակ Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը, ամեն առիթի դեպքում մենք իհարկե ընդգծում ենք, թե որքան կարևոր է եւ որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ, սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը, վարչապետը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեժեշքյանի երթմնակալության արարողությանը, վարչապետը երկու հանդիպում են ունեցել գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Փեզեշքյանի երկու հանդիպում եւ մեկ հեռախոսազրույց։ Իրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան, ինքս երկու հանդիպում եմ ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթականիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստանի այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը, ընթացիկ տարվա արդեն փետրվարին ես հնարավորություն ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին եւ առաջիկայում եւս սպասվում են շփումներ, մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաեւ Երևանում։ Մեր 4-րդ հարևանը, ում հետ նախորդ տարի հաստատեցինք ռազմավարական գործընկերություն Վրաստանն է, իհարկե նաև այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը ստորագրվում էր, ընդունվում էր, մենք շեշտում էինք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ըստ էության մինչ այդ էլ բնույթով, բովանդակությամբ, էությամբ ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին։ Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը։ Վարչապետերը փոխադարձ պաշտոնական այցեր են ունեցել, իմ այցն է տեղի ունեցել Թբիլիսի, որը էլի արդեն առաջիկայում ուրեմն հանդիպումներ են նախատեսվում, այդ այցը արդեն իսկ փոխադարձվել է այս տարվա հունվարին։ Առևտրաշրջանառությունը 333.5 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավել է, աճել է 27%-ով 23 թվականի համար, սա եւս շատ շոշափելի ուրեմն ցուցանիշ է եւ կրկին շեմը չի, սահմանը չի տեղ կա ավելացնելու։ 24 թվականի ընթացքում պետք է նշեմ շարունակել ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարձրագույն եւ բարձր մակարդակներով երկխոսությունը, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց, տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում տարածաշրջանային հարցերի շուրջ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար, տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպումը շփումները իմ գործընկերոջ հետ Սերգեյ Լավրովի հետ, տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց, բայց արդեն տեղի ունեցավ, գիտեք, այս տարվա սկզբին, հունվարի կեսերին։
Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր էր, զարգացումներ եղան։ Եթե կարճ ապա Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին ուրեմն Վաշինգտոնում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որը իհարկե նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը, խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել է եւ համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ եւ չի շարունակվելու նոր վարչակազմի հետ, իհարկե դա այդպես չի եւ նաեւ նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում եւ հիմա կարող եք նաեւ հուսամ փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի նախագահ Թրամփի նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են։ Հիշում եք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք ուրեմն թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում եւս կլինեն որոշակի նորություններ, իդեպ նույն ռազմավարական ուրեմն համագործակցության փաստաթղթով նախատեսված ուրեմն որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ Եվրոպական միության հետ մեր գործընկերության խորացման մասին շատ է խոսվել, նաև ձեր օրակարգում կան դրան վերաբերող հարցեր։ Մի քանի բան հիշեցնեմ կրկին, քանի որ ամփոփում ենք 2024 թվականը։ Հուլիսին Եվրոպական միության խորհուրդը ընդունեց Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումներ, հատկապես վիզաների ազատականացման մասին մենք բոլորս տարիներ շարունակ խոսել ենք, ահա ունենք պաշտոնական գործընթացի ուրեմն երկխոսության մեկնարկը, կրկին որպեսզի ակնկալիքները ճիշտ ձևավորենք, սա մեկնարկն է միայն այդ երկխոսության, մենք կանենք մեր լավագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ երկխոսությունը արագ, դինամիկ, հնարավորինս ընթանա, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք գործընթացի հետ եւ այնպես չի, որ հաջորդ ամիս կունենանք արդեն արդյունքներ, սովորաբար տարիներ են տևում այս process-ները։ Խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ էլ ասեմ, որ սա առաջի անգամ էր, աննախադեպ էր, այս պայն էլ Եվրոպական Միացյալ Նահանգների Եվրոպական միությունում համապատասխան ուրեմն օղակներում քննարկվում է այս տարի եւս մեզ այդ գործիքի ներքո աջակցություն տրամադրելու հարցը Եվրաջաստի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց, սա նորից ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի եւ կընդլայնի մեր համապատասխան իրավապահ համակարգերի միջև գործակցությունը։ Չափազանց կարևոր փաստ 2024 թվականին ուրեմն շարունակել է իր գործունեությունը Հայաստանի Ադրբեջան միջպետական սահմանի երկայնքով ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը 25 թվականի հունվարի 30-ին արդեն տեղյակ եք այս տարի սկզբին ուրեմն Եվրոպական միության որոշմամբ առաքելության գործունեությունը երկարացվեց եւս 2 տարով Եվրոպական միությունը 24-27 թվականների համար ուրեմն ներկայացրեց դիմակայունություն եւ աճ ծրագիրը, այս ծրագիրը միտված է Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը, հիշում եք, մենք Եվրոպական միության հետ ունենք մեր ուրեմն SEPA համաձայնագիրը, որը դեռևս ուրեմն իրականացնելու ահագին ճանապարհ ունի անցնելու, բայց այս ծրագիրը օրինակ դիմակայունություն եւ աճը գալիս է ինչ-որ առումով լրացնելու, ինչ-որ առումով ընդլայնելու, լայնացնելու SEPA համաձայնագիրը կա նաեւ երրորդ փաստաթուղթը, որը քննարկվում է մեծամասամբ համաձայնեցված եւ առաջիկայում հուսամ կավարտենք աշխատանքները եւ կհանրայնացնենք Հայաստան Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող հաստատուղթը
Այս 3 հիմնական փաստաթղթերը իհարկե սեպան վավերացված բոլոր անդամ երկրների կողմից ավելի ինստիտուցիոնալ, բայց այս 3 փաստաթղթերով մենք կշարունակենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Եվրոպական միության երկրներից ուզում եմ առանձնացնել անպայման ուրեմն Ֆրանսիայի հետ հարաբերությունները մենք 24 թվականի ընթացքում շարունակել ենք շատ դինամիկ խորացնել եւ ընդլայնել։ Կայացել է վարչապետ Փաշինյանի 3 այց Ֆրանսիա, եւս 3 անգամ հանդիպում է տեղ ունեցել բազմակողմ հարթակներում։ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ունեցել ենք 3 հանդիպում։ Տեղի ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան եւ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ֆրանսիա։ Մանրամասների մեջ չմտնելու համար ուղղակի ընդհանուր մեր տրամադրվածությունն ասեմ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների մասով մենք աշխատում ենք արդեն իսկ գոյություն ունեցող եւ ավանդաբար ուրեմն շատ ջերմ հարաբերությունները այժմ լրացնել շատ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ համագործակցության ուղղություններով, կետերով, որոշները արդեն տեսանելի են, որոշները հուսամ տեսանելի կդառնան շատ մոտ ապագայում եվրոպական մյուս երկրների հետ մեր փոխգործակցության բնույթին այս խոսքերը եւս կարելի է վերագրել։ Կուզեի նաեւ առանձնացնել մեր համար նոր կարևոր եւ հետաքրքիր ուղղություն նոր մի քիչ իհարկե վերապահումով կարելի ասել խոսքը նորդիկ բալթիկ երկրների հետ մեր համագործակցությունն է մենք կարծում ենք որ այս համագործակցությունը էականորեն խորացնելու եւ տեղ ունի եւ մենք կոնկրետ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ տեղյակ եմ որ ազգային ժողովն է կոնկրետ ջանքեր գործադրում այդ ուղղությամբ տեղյակ եմ որ տեղի ունեցել նորդիկ բալթիկ 8 երկրների խոսնակների փոխխոսնակների այց Հայաստանի Հանրապետություն սա իսկապես շատ կարևոր դրվագ է եւ ուզում շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին ինքս հանդիպել եմ նաեւ այս ձևաչափով արտաքին գործերի նախարարներին այդ հանդիպումը տեղի ունեցել Մալթայում ԵԱՀԿ նախարարական ուրեմն համաժողովի շրջանակներում, բայց նաև այցեր եմ կատարել նորդիկ բալթիկ երկրներ, անցած տարի 5 այդպիսի այցեր, 8 երկրից 5 այցելել եմ, Լիտվա, Էստոնիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ Նորվեգիա, Իսլանդիայի նոր արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում ունեցա այսչերս Ժնևում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում, Լատվիայի հետ էլ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատանքները շարունակվել են ինչպես ավանդական մեր գործընկեր պետությունների հետ, այնպես էլ նոր հնարավորություններ ենք փորձել բացահայտել, արդեն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո առաջին անգամ եղավ արտգործնախարարի այց Ռիադ, կայացել են այցեր Կատար, Բահրեյն, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի այցը Եգիպտոս, բարձրագույն մակարդակում երկկողմ շփումներ են ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի, Լիբանանի, Ալժիրի ներկայացուցիչների հետ։ Արաբական Էմիրությունների հետ քաղաքական օրակարգից զատ կարող եմ նշել, որ 24 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Էմիրությունների միջև, ուրեմն Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի այդ վիզաների պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, սա էականորեն նպաստել է մարդկանց շարժին երկու երկրների միջև։ Հետաքրքրական փաստ 23 թվականի համեմատությամբ Հայաստանից Էմիրություններ այցերը աճել են 58%-ով։ Մերձավոր Արևելքի մասին խոսելիս չեմ կարող չնշել, չկարևորել Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը 24 թվականին, մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազայի բնակչությանը։ Իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել եւ շարունակում են մնալ Սիրիայում զարգացումները Դամասկոսում մեր դեսպանությունը եւ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով Արևելյան ուղղությամբ Չինաստանի, Հնդկաստանի հետ ունենք պետք է ասեմ օրեցօր զարգացող համագործակցություն, որն ընդգրկում է ինչպես ավանդական ուղղություններ ոլորտներ, այնպես էլ
ուրեմն նոր ոլորտներ ենք բացահայտում։ Սեպտեմբերից Երևանից Չինաստանի Ուրումչի քաղաք գործում է ուղիղ թռիչք, մենք աշխատում ենք եւ պետք է որ շատ մոտ ապագայում կարողանանք հանրայնացնել Երևանի եւ Նոր Դելհի միջև ուրեմն ուղիղ չվերթի մեկնարկը արդեն խոսեցի Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին պետք է ասեմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ եւս սպասում ենք եւ հուսով ենք կազդարենք շատ հետաքրքիր զարգացումներ։ Կենտրոնական Ասիայում մենք ունենք շատ խոստումնալից գործընկերություն, շատ հագեցած էր տարին Ղազախստանի հետ բարձրաստիճան երկխոսության այցերով, երկու երկրների նախագահների փոխայցելություններ եղան, արտգործնախարարի այցը եղավ Երևան, ես առաջիկա օրերին պատրաստվում եմ ինքս փոխադարձ այցով այցելել Աստանա։ Մեզ համար շատ նոր հետաքրքիր ուղղություն է Աֆրիկան, մենք ավանդաբար այնտեղ ներկայացված ենք եղել ամենահյուսիսում, Եգիպտոսում, վերջին տարիներին նաև Եթովպիայում, ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք հետաքրքրված լինել, փորձելու ենք այլ երկրներում եւս ներկայություն ապահովել, իհարկե հասկանում եք, որ նաև այս ամենը մի քիչ երբեմն ցավոք սրտի հանգում են ոչ միայն քաղաքական որոշումների եւ նախընտրումների, այլև զուտ ֆինանսական ռեսուրսների։ Լատինական Ամերիկայի հետ ավանդաբար բարեկամական փոխգործակցություն ունենք, այցելեցի Արգենտինա եւ Ուրուգվայ, այս տարի արդեն տեսանք ուրեմն նաև նախագահի այցը լատինամերիկյան երկրներ, գրասենյակներ ենք բացել Սերբիայում եւ Լյուքսեմբուրգում։ Այս տարի առաջ անցնելով նշեմ, գուցե հետաքրքիր դեսպանություններ ենք բացելու Կիպրոսում եւ Հունգարիայում, նաեւ էլի ծրագրեր ունենք Մերձավոր Արևելյան երկրների մասով չեմ շտապի ազդարարել, բազմակողմ հարթակները իհարկե մեր ամենակարևոր ուղղություններից են նաև կառանձնացնի 24 թվականի համար անդամակցությունը միջազգային քրեական դատարանին Հայաստանում շատերը արդեն ուշադրություն չեն դարձնում եւ մոռացության են փորձում մատնել, բայց տեղի ունեցել միշտ չափազանց կարևոր իրադարձություն Հայաստանի համար Հայաստանը քվեարկությամբ ստացել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը COP17-ը ուրեմն Երևանում անցկացնելու մասին որոշումը COP17-ը տեղի կունենա 2026 թվականին, բայց մենք արդեն իհարկե սկսել ենք աշխատանքները այդ ուղղությամբ Միջոցառումներ միջազգային չափազանց կարևոր էր եւ այս տարի մենք նորից կունենանք եւ փորձելու ենք սա ավանդական դարձնել Երևանյան երկխոսությունը ցեղասպանության ուրեմն դեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումը ունեցանք Սահմանափակվեմ այսքանով շնորհակալ եմ հուսամ չձանձրացրեցի ձեզ հարգելի գործընկերներ Շնորհակալություն պարոն նախարար մանրամասն զեկույցի համար հիմա